Հին Հռոմում տավարի լյարդը համարվում էր քաջության խորհրդանիշ։ Այն խորտիկի տեսքով մատուցում էին գլադիատորներին։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի լյարդով խորտիկ։ Նախքան ջերմային մշակումը տավարի լյարդը կմարինացնենք, իսկ կմատուցենք այն բրնձով փլավով։ Սկսենք մարինադից։ Մարինադի համար կվերցնեմ սոյա սոուս, մոտ 3 ճաշի գթալ, մեկ ճաշի գթալ դիժոնյան մանանեխ, մեկ ճաշի գթալ նարշարապ, մառանիկ ընկերության աղ մեկ պտղունց, աղացած սև պղպեղ, ինչ հարկավոր է կաթ մարինադի համար, անմիջապես հանենք նաև լյարդը, մարինադի համար կվերցնեմ 100 մլի կաթ, և մեկ ճաշի գթել սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Վերջ, մարինադը պատրաստ է։ Այժմ մշակենք տավարի լյարդը։ Վերցնում ենք 2 սիրելի աման, մեկի մեջ լցնում ենք եռացրած ջուր, մեզ ջուր դեռ պետք է փլավի համար, կարելի է արդեն տաքացնել, մյուս ամանի մեջ լցնում ենք սառը ջուր, տավարի լյարդը նախ գցում ենք եռացրած ջրի մեջ, մոտ 1 րոպե պահելուց հետո տեղափոխում ենք սառը ջրի մեջ։ Նախապատրաստում ենք տախտակը, կարելի է վրան դնել գունավոր հարթություն։ Եվ սկսում ենք հանել թաղանթը։
Թղանելուց հետո շերտատում ենք։ Շերտատում ենք և գցում մարինադի մեջ։ Լավ տակնու վրա ենք անում, որպեսզի հավասար տարածվի մարինադը։ Թողնում ենք մարինացվի, որքան երկար, այնքան ավելի համեղ կստացվի։ Փոխում ենք անմիջապես դանակը, տախտակը։ Եվ անցնում ենք խավարտին, այսինքն բրնձով փլավին։ Սկսենք սոխեռացից։ Սլոբոդա ապրանքանիշի բուսայով ենք լցնում արևածաղկի։ Եվ կտրատում ենք մեկ գլուխ սոխ, սպիտակ, ինչու եմ շեշտում սպիտակ, ավելի ուշ օգտագործելու ենք սոխ, արդեն կարմիր, դա կօգտագործեմ լյարդի հետ։ Սոխը կտրատում ենք փետրաձև։ Անմիջապես կհամեմենք Մարանիկ ընկերության սոդայով, աղով և շաքարավազով։ Մյուս բաղադրիչը գազարն է, կվերցնեմ մեկ գազար, կկտրատեմ փոքր խորանարտիկների։ Ավելացնում ենք կծող խուրիչիր 20 գրամ, որպեսզի փլավը հյութալի ստացվի, կառաջարկեմ մեկ դդմիկ ավելացնել, կտրում ենք ծայրերը և սա էլ մանր խորանարտիկներ ենք վերածում։
1-2 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք բրինձը։ Ես կվերցնեմ Մառանիկ ընկերության Ժասմին տեսակի բրինձ։ Մեկ բաժակ բրինձը, հոսող ջրի տակ լվանում ենք, և լցնում ենք տապակվող բանջարեղենի վրա։ Տակնու վրա ենք անում, 2 րոպե տապակում ենք, որպեսզի բրինձը իր մեջ առնի առաջացած սոուսը։ Որից հետո ավելացնում ենք 50 մլ սպիտակ անապակ գինի, քամում ենք լյարդը մարինադից։ Նրանք, ովքեր ժամանակ կունենան, ավելի երկար պահեք մարինադի մեջ, այդպես ավելի համեղ կստացվի։ Շատ հետաքրքիր բույրոն է, հլավը։ Ճիշտ ժամանակն է ավելացնել արգանակ։ Վերցրել եմ 4 արգանակ, տավարի 4 արգանակ, 1 բաժակ բրնձին, 2 բաժակ եռացած ջուր ենք լցնում, և ավելացնում ենք։ Տեղափոխենք կողք, մարմանդ կրակի վրա, ծածկում ենք կափարիչով և եփում ենք այնքան, մինչև հեղուկը գոլոշյանը։ Վերցնում ենք մեծ տապակը։ Ճիշտ ժամանակն է լյարդը ջերմային մշակման ենթարկելու։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արվածաղկի խառնուրդ և 1 կտոր կարագ։ Հիսուն գրամ։ Ամբողջը անմիջապես չենք լցնի, որպեսզի տապակվի, կարմրի լյարդը, այսպես քիչ-քիչ, երկու կողմից կարմրացնելու ենք և հանելու ենք ափսեի վրա։
Կող գնա, այս ափսեի մեջ էլ կհանենք։ Լյարդի կտորները տապակից հանելուց հետո հենց նույն յուղի մեջ տապակելու ենք 2 գլուխ կարմիր սոխ, կտրատած փետրաձև։ Պարտադիր չի, որ լյարդը մինչև վերջ պատրաստ լինի, այն դեռ ջերմային մշակման է ենթարկվելու։ Հանում ենք, մնացածն էլ տապակենք։ Վերադարձնում ենք ետկրակին և տապակում ենք կարմիր սոխը։ Սոս ենք պատրաստում տավարի լյարդի համար։ Վերջնական եփվելու այն հենց այդ սոսի մեջ։ Մի պտխունց աղ ենք լցնում, մի պտխունց շաքարավազ մառանիկ ընկերություն, քիչ։ Ավելացնում ենք մանրացրած ընկույզ, 50 գրամ, ավելացնում ենք դեղցի և մանգոյի ջեմ 2 ճաշի գթալ։ Համեմում ենք մառանիկ ընկերության 4 պղպեղով, ցիտրոնով, չորացրած, հենց սոխը փափկեց, ավելացնում ենք 100 մլ կիսաանապակ կարմիր գինի։ Վերադարձնում ենք ետ լյարդի կտորները։ Տակնու վրա ենք անում։ Մարմանդ կրակի վրա եփում ենք ևս 7 րոպե, որից հետո կմատուցենք փլավի հետ միասին, կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Տավարի լյարդով խորտիկ։
Մարինադի համար թասի մեջ լցնել սոյայի սոուս, դիժոնյան մանանեխ, նար շարապ, աղ, սև պղպեղ, խառնել, ավելացնել կաթ, բուսայուղ։ Տավարի լյարդը գցել եռացրած ջրի մեջ, 1 րոպեից տեղափոխել սառը ջրի մեջ։ Լյարդի թաղանթը հանել, շերտատել, որքան հնարավոր է երկար մարինացնել, ապա քամել։ Բուսայուղ եւ կարագ տաքացնել, լյարդը երկու կողմից կարմրացնել, մի կողմ դնել։ Նույն յուղի մեջ տապակել փետրաձև կտրատած կարմիր սոխ, ավելացնել մանրացրած ընկույզ, դեղցի եւ մանգոյի ջեմ։ Համեմել 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով։ Հենց սոխը փափկի, ավելացնել կարմիր կիսաանապակ գինի, լյարդի կտորները վերադարձնել տապակի մեջ, տակն ու վրա անել, մարմանդ կրակի վրա եփել 7 րոպե։ Փլավի համար բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխ սոխ տապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով, ավելացնել փոքր խորանարդիկների կտրատած գազար, կծոխուրի չիր, մանր խորանարդիկների կտրատած դդմիկ, 1-ից 2 րոպեից ավելացնել ժասմին տեսակի բրինձ, տակն ու վրա անել, 2 րոպե տապակել, որից հետո ավելացնել սպիտակ անապակ գինի։ Տավարի չոր արգանակի վրա եռացրած ջուր լցնել, ավելացնել տապակվող բաղադրիչներին, մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա։ Տավարի լյարդը եւ փլավը զարդարել թարմ կանաչիով եւ մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծովախեց գետին, պահածոյացված կանաչ ոլոր, կաթի սերուցք, կիտրոն, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։